Մի օր Թրամփը վերջնագրի լեզվով է խոսում Իրանի հետ, մի օր էլ հայտարարում բանակցային հաջող ընթացքի մասին, Թեհրանը այն հերքում է ու չի փոխում կոշտ կեցվածքը։ Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է եւ սպառնալիք ազատ աշխարհի համար Նեթանյահուի հայտարարությունը։ Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում։ Հայ-ադրբեջանական հաստատված խաղաղությունը դեռևս անամպ չէ, Արարատ Միրզոյանը ամփոփել է արտգործնախարարության աշխատանքի 1 տարին։ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջին կազմել է 5,5 տրիլիոն դրամ, կաբինետի ֆինանսական բլոկում ասում են այն վերահսկելի է։ Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մարում է, ընդունելության ցուցանիշներն են փաստում։ Ինչու բռնության զոհ դարձավ մեկամյա փոքրիկը պետության ձախողումը։ Ապօրինի պահվող զենք զինամթերքը շարունակում է մնալ հասարակության անվտանգության լուրջ մարտահրավերը։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ է փախուստի դիմել, որոնողական աշխատանքներ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Իրանի շուրջ 24 օր շարունակվող ռազմական գործողությունների ավարտը դեռևս չի երևում։ Իրանը ծնկի չի գալիս, իսկ ամերիկյան կողմը հայտարարում է ամեն ինչ նոր է սկսվում։ Հետո սակայն Թրամփը հայտարարում է հաջող բանակցությունների մասին, այն ինչ պաշտոնական Թեհրանը հերքում է, պահելով պայքարի իր հաստատակամությունը։ Ինչ են հուշում ԱՄՆ-ի ու Իրանի ուղերձները, Նայիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Թրամփը վերջնագրերի լեզվով է խոսում Իրանի հետ։ Նա ժամանակ էր տվել Թեհրանին բացել Հորմուզի նեղուցը։ Թրամփի սահմանած 48 ժամը լրանում է։ Թրամփը հայտնել է, որ եթե Թեհրանը ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա ամերիկյան զինվորականները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայանները։ Թեհրանն էլ իր հերթին սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան էներգետիկ օբյեկտներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, հայտնելով, թե Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի Իրանի տարածք ներխուժողներից։ Իրանն աշխարհի քարտեզից ջնջելու պատրանքը վկայում է հուսահատության մասին, ուղղված պատմություն կերտող ազգի կամքի դեմ։ Իսրայելական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ԱՄՆ-ն նախատեսում է գրավել իրանական Խարկ կղզին։ Քննարկվում է Միացյալ Նահանգների կողմից ցամաքային ռազմական գործողության իրականացումը։ Պարսից ծոցում գտնվող Խարկ կղզին իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է։ Կարևոր կղզիներից մեկը դա Խարկի կղզին է։ Դա էլ գրավելը խնդրեմա, որտեղ իրանց հետ եթե հանգած գրավեք այդ կղզին, ապա կղզին շատ մոտ է Իրանին, դա նշանակում է, որ ինքը կարող է ձեռքի տակ եղած անօթաչո թռչող սարքերով, ինչպես նաև հրանոթներով, հրթիռներով հարվածել է կղզում գտնվող ամերիկյան զորքերին։ The Daily Telegraph թերթը գրում է, Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանա-ամերիկյան համատեղ բազայի ուղղությամբ Թեհրանի իրականացրած հրթիռային հարվածները ցույց են տվել, որ իրանական հրթիռները կարող են հասնել մինչև Լոնդոն։ Հանգստյան օրերին իրանական կողմը 2 բալիստիկ հրթիռ է արձակել Air Riyadh-ի ուղղությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկյան F-15 կործանիչը խոցվելուց հետո տապալվում գետնին։ Financial Times-ը գրում է, Կատարի գազային ենթակառուցվածքներին հարվածելիս Իրանը կիրառել է հրթիռներ, որոնք ընդունակ են շրջանցել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Թիրախը դարձել է Qatar Energy ընկերության օբյեկտը Ras Laffan արդյունաբերական գոտում։ Իրանական բալիստիկ հրթիռները եւ կասետային զինամթերքը ոչնչացրել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը, հարվածելով Թել Ավիվում, Կիրիաթ Գատում եւ Աշկելոնում գտնվող թիրախներին։ Իդեպ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նկարով հրթիռներ, վրան գրված. այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլ անմարդկային։ Շնորհակալություն վարչապետ։ Սանչեսը հայտարարել էր, որ Իսպանիան չի աջակցի այնպիսի գործողությունների, որոնք համարում է աշխարհի համար վնասակար եւ իր արժեքներին հակասող։ Իսրայելի կողմից Բուշերի ատոմակայանի մերձակայքին հրթիռային հարվածներին ի պատասխան Թեհրանը հեռահար հրթիռներով հարվածել է Դիմոնային։
Եթե Դիմոնի միջուկային վարո հետազոտական կենտրոնին հարվածվի, Դիմոն քաղաքը դառնում է երկրորդ Չեռնոբիլ։ Նաթանզում եւ Բուշերի էլեկտրակայանի մերձակայքում Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության, ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի խախտում են։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ևս Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ հեռախոսազրույցում քննարկելով Իրանի Բուշեր այգի մոտակայքում տեղի ունեցած հարձակումը հայտնել է, թե որևէ ռազմական գործողություն չպետք է վտանգի ատոմային էլեկտրակայանի ֆիզիկական ամբողջականությունն ու դրա աշխատակիցների անվտանգությունը։ Պայթյուններ են որոտացել Թեհրանի մի քանի թաղամասերում։ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցնում ոչ միայն Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այլ նաև Լիբանանի։ Համացանցում տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են Իսրայելի հարվածները ոչնչացնում հարավային Լիբանանում գտնվող Կասմիա կամուրջը։ Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ նման գործողությունները կարող են մեկուսացնել երկրի հարավը, խոչընդոտել մարդասիրական օգնության մատակարարումը եւ ազդել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների վրա։ Օրվա ընթացքում Թրամփը հայտնեց, թե Վաշինգտոնը եւ Թեհրանը վերջին 2 օրվա ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների դադարեցման շուրջ։ Ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ 5 օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված ցանկացած ռազմական հարված, մինչեւ ընթացիկ հանդիպումների եւ քննարկումների հաջող ավարտը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը սակայն հերքեց Թրամփին, հայտնելով, որ Թրամփի հետ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մերժում են Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին եւ Իսլամական Հանրապետությունը չի ընդունի որևէ բանակցություն, մինչեւ չհասնի իր պատերազմական նպատակներին։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից էլ հայտնում են, որ Երևանը հումանիտար օգնություն է ուղարկել հարևան Իրանին, հիմնականում դեղորայք։ Արարատ Միրզոյանը հայտնել է, թե ավելի վաղ այդ մասին չեն հայտարարել, քանի որ չեն ցանկացել նրա ձևակերպմամբ շեփորահարել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մերձավոր արևելքի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Հորմուզի նեղուցում դիտվող անկայունությունը Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի սանձազերծած ռազմական ագրեսիայի ուղղակի հետևանքն է եւ Մերձավոր արևելքի ու ամբողջ աշխարհի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն այս իրավիճակի մեղավորներին իրենց հանցագործությունների համար, ասել է Արաղչին Հաքան Ֆիդանի հետ զրույցում։ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Թել Ավիվի հետ եւ տեղեկացնում է Թեհրանի հետ ընթացող բանակցությունների մանրամասների մասին։ Մեծ է, որ Իսրայելը կհետևի Միացյալ Նահանգների օրինակին եւ ժամանակավորապես կդադարեցնի Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը։ Չնայած այս տեղեկություններին Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել է որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ ԱՄՆ-Իրան բանակցությունների կամ հարվածները հետաձգելու Սպիտակ տան որոշման վերաբերյալ։ Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է եւ սպառնալիք ազատ աշխարհի համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա նաեւ մեղադրել է Իրանին խաղաղ բնակչությանը հարվածելու մեջ։ Վերջին 48 ժամվա ընթացքում Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է եւ սպառնալիք ազատ աշխարհի համար։ Իրանը ահաբեկչական հրթիռներով հարվածներ է հասցնում երեխաներին, ընտանիքներին ու տարեցներին, սպառնում է Երուսաղեմի սրբավայրերին, արձակում է հեռահար հրթիռներ եւ փորձում է շանտաժի ենթարկել ամբողջ աշխարհը Հորմուզի նեղուցի միջոցով։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, գտնվում է մեկուսացման մեջ եւ չի պատասխանում իրեն ուղարկվող հաղորդագրություններին, հայտնում է Washington Post-ը հղում անելով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ որոշ կրոնական գործիչներ ուժեղացրել են վերահսկողությունը երկրում։ Կենտրոնական հետախուզական վարչությունը, իսրայելական Մոսադ գործակալությունը եւ հետախուզական այլ կառույցներ աշխատում են Խամենեիի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ, նշում է պարբերականը։
Հայ-ադրբեջանական հաստատված խաղաղությունը դեռևս անամպ չէ, այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյան իր ղեկավարած գերատեսչության նախորդ տարվա զեկույցը խորհրդանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովականների ներկայացնելիս։ Արտգործնախարարի գնահատմամբ Ադրբեջանի հետ խաղաղության շփումներում այնպես չէ, թե բոլոր հարցերը լուծված են, խնդիրներ չկան։ Միրզոյանը ելույթում նշել է շուրջ 3 տասնամյակ տևած հակամարտության վերքերը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ թարմ են։ Հիշատակել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների խնդիրը։ Առաջարկում էր փաստաթղթում ամրագրել սահմանների հետ կապված Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզ, որը նախաստորագրված փաստաթղթում չկա։ Առաջարկում էր ամբողջ սահմանի երկայնքով զորքերի հայլային ետքաշում։ Վերջնական փաստաթղթում տեսնում ենք հայկական կողմի այս առաջարկը չկա։ Բանակցությունները դրանով են բանակցություն, որ կողմերը իրենց միմյանց ներկայացնում են իրենց պատկերացումները կամ իրենց ցանկացածը, հետո բանակցությունների ընթացքում թղթի վրա մնում է այն, ինչ որ ընդունելի է երկու կողմերի համար։ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ապագործակալությունից։ Նշենք, որ այս հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Բայց նկատենք, որ Բաքվից Երևան հասնող գնացները դատարկ են հետ դառնում։ Ինչն է խնդիրը, Հայաստանը Ադրբեջանին առաջարկելու ապրանք չունի, թե խաղաղասիրության օրակարգը միայն մեզ մոտ է գործուն։ Բաքվից Երևան հասնող գնացքները դատարկ են հետ դառնում, չնայած նախորդ տարեվերջից Հայաստանն ադրբեջանական նավթամթերք է ներկրում, մեր երկրից այդպես էլ որևէ ապրանք չի արտահանվում ադրբեջանական շուկա։ Որտեղ նախորդող շրջանում մեր տնտեսությունը ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացել։ Սա առաջին հիմնավորումն էր, որ կառավարությունից լսեց հայ հասարակությունը, հետո արդեն նաև տեղեկացանք ապրանքների փոխարեն առայժմ Երևանից Բաքու ցուցակ են ուղարկում, հասկանալու թե Բաքվին հատկապես ինչը կհետաքրքրի հայկական շուկայից ձեռք բերելու համար։ Հիմա անկեղծ ասած տենց պրոցեսներ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու եւ ինչ վաճառելու եւ ինչ գնելու հարցում են հետաքրքրված եւ պրոցես գնում է։ Ալյումին, փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տեքստիլ արտադրանքներ։ Սա այն ցուցակն է, որ Երևանն առաջարկել է Բաքվին։ Էկոնոմիկայի նախարարն էր պարզաբանել, այս ապրանքները մենք արտահանում ենք, իսկ Ադրբեջանը ներմուծում, հետազոտում են, քննարկումների մեջ են։ Բայց փաստացի այս գործընթացի մեկնարկից շուրջ 3 ամիս անց Հայաստանից այդպես էլ որևէ ապրանք չի մտել ադրբեջանական շուկա։ Արտգործնախարար Միրզոյանի խոսքից հնարավոր է ենթադրել, պոտենցիալ ապրանքների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել։ Այսօր երկու երկրները քննարկում են նաև այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության եւ նաեւ մի կողմից վկայություն է ուրեմն խաղաղության, մյուս կողմից իր հերթին գալիս է ուրեմն հակադարձ բանով ազդեցությամբ ամրապնդել այդ խաղաղությունը։ Եվ չնայած արտգործնախարար Միրզոյանի այս վստահությանը հիշեցնեմ, որ օրերս էլ Բաքվի կառավարություններ գնացել Միլի Մեջլիս Ալիևի падգամավորներին զեկուցելու նախորդ տարվա աշխատանքի հաշվետվությունը, ու այդ ժամանակ բաց ուղիղ տեքստով ադրբեջանական իշխանությունը ձևակերպել էր նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի հաստատման կարևոր քայլ։ Իրական տնտեսական գործընկերության կամ համագործակցության մասին բոլոր խոսունքները ընդհանրապես ֆոնային քարոզչական նկատառումներով են իրականացվում։ Փորձագիտական համայնքում հակված են Հայաստան ներմուծվող ադրբեջանական դիզվառելիքի գործարքը հենց առևտրային համարել։ Համոզված են ծավալները փոքր են նույնիսկ այն տնտեսական անվանելու համար, ուր կմնան բարիդրացիության ու խաղաղության հիմնավորումները, հարցնում են մասնագետները։ Այնպես չի, որ Ադրբեջանը ինչ-որ տնտեսական ապրանքների շարք ունի, որի պահանջարկը մենք ունենք, կամ հակառակը։ Մենք էլ չունենք որ հաշվով արտադրելիք եւ արտահանելիք ինչ-որ մի բան, որը կակտիվացնի մեր երկու պետությունների միջև տնտեսական, բայց այդ բոլոր խնդիրները դրանք խոսության ընդամենը։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատված չի, իսկ այդ հաստատված չի։
Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ։ Տնտեսական համագործակցության մասին խոսույթն ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այդ երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի, փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից։ Մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ առանց բեռի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով հայկական կողմի այն հայտարարությանը, թե մի շարք հոգևորականներ ԽՍՀՄ-ՊԱԿ-ի գործակալներ են, ասել էր, թե չի հասկանում ում մասին է խոսքը, երբ ասում են ՊԱԿ գործակալներ, Հեյդար Ալիևի հարց էր տվել Զախարովան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն է արձագանքել Մարիա Զախարովայի հայտարարությունների, նշելով, որ դրանք անընդունելի են։ Հաջիզադեն ասել է, թե ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նման հղումը անհարգալից է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Այս ամենի առնչությամբ Բաքուն կոշտ դիրքորոշում է հայտնել։ Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել և խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Արմենիայում լրատվական երեկո շարունակվում է և կհանդիպենք քիչ անց։ Ապօրինի պահվող զենք զինամթերքը շարունակում է մնալ հասարակության անվտանգության լուրջ մարտահրավերը։ Ինչու բռնության զոհ դարձավ մեկամյա փոքրիկը, պետության ձախողումը։ Շարունակում ենք թողարկումը։ Ֆինանսների նախարարը հայտնել է, թե Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջին կազմել է 5,5 տրիլիոն դրամ կամ 14,5 միլիարդ դոլար, իսկ դրա հարաբերակցությունը հնային ըստ ֆինանսների նախարարի մնացել է վերահսկելի մակարդակում։ Պետական պարտքի կառուցվածքում ըստ նախարարի աճում է ներքին փոխառությունների դերը։ 2025 թվականին բյուջեի պակասորտի ֆինանսավորման մեծ մասը իրականացվել է հենց ներքին աղբյուրների հաշվին։ Իդեպ այսօր նաև հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական 39 միլիոն եվրո վարկ է վերցնելու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար։ Իդեպ ըստ տնտեսագետների արժույթով պայմանավորված Հայաստանի համար արտաքին փոխառություններ վերցնելը ավելի ապահով է, քան ներքին աղբյուրներին առավելություն տալը։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը հնայի առաջացիկ աճն է, որը մեր պլանավորվածից ավել է եղել շուրջ 2%-ային կետով, և նաև հարկերի հավաքագրումը, որը մեր կանխատեսածից ավել է եղել։ Հնայի աճի թվերի հետ կապված մեքենայնությունը։ Խնդիրը որն է, գյուղատնտեսության մեջ աճ չկա, անդադ գների բարձրացման հետևանքով հնան աճում է։ Նույն գումարը, եւ որ մենք կարող ենք ձեռք բերել դրսից 7%-ով, ֆինանսների նախարարությունը ներսում ձեռք է բերում հայկական բանկերից։ Պատից կախված հրացանը մի օր կրակում է և սթափվելու ու ապրելակերպը փոխելու համար երբեք ուշ չէ։ Գրեթե ամեն օր լրահոսում կարելի է հանդիպել զենքի գործադրմամբ սպանության լուրերին։ Հայաստանում քրեածին իրավիճակի վատթարացման միտում է նկատվում, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները, թե պատկան մարմինները հանգստացնող թվեր են հայտնում, պնդում, հետևողական են պայքարում ապօրինի զենքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչու չի հաջողվում այսպես ասենք հավաքագրել ապօրինի զենք զինամթերք ամբողջությամբ, ինչ բարդություններ ունի այս պրոցեսը։ Դավիթ Թադևոսյանն է պատմում։
Շրջանառության մեջ եղած ապօրինի զենք զինամթերքը շարունակում է մնալ հասարակության անվտանգության լուրջ մարտահրավերներից։ Խնդիրը ավելի սրվեց 2020 թվականից հետո, երբ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմից հետո մոտ 17,000 ինքնաձիգ է անհետացել։ Մի մասը հայտնաբերվել է, իսկ գալի մասը դեռ ոչ։ Ներքին գործերի նախարարը լրատվամիջոցներին վստահեցրել էր, թե հետևողականորեն գնացել են ապօրինի զենքերը շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով, եւ որ 2025 թվականին նախորդող տարվա համեմատ ապօրինի շրջանառությունից 42.2% ավելի զենք զինամթերք են դուրս բերել։ Աշխատանքը եղել է երկու հարթությունում՝ բացատրական աշխատանք, այսինքն կամավոր հանձնման ռեժիմ եւ խուզարկությունների ճանապարհով, որը ենթադրել է օպերատիվ աշխատանք։ Հրազենի գործադրումը հաճախ ուղեկցվում է ծանր հետևանքներով, մարմնական վնասվածքներից մինչև սպանություններ։ Թեպետ ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ երկրում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 24 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2% նվազում, այնուամենայնիվ 24 դեպքով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Պիտի նաեւ փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենք զինամթերքին առնչվող դեպքեր։ Ապօրինի զենքերի շրջանառության դեմ պայքարում կան որոշակի բաց թողումներ, նկատում են մասնագետները։ Նրանց խոսքով իրավիճակը սկսեց ավելի պատկերավոր արտահայտվել արձանագրված մի քանի դեպքերից հետո, երբ հանցագործության դեպքում ապօրինի զենքի աղբյուրը կամ չէր երևում, կամ ենթադրության ուղղությունը գնում էր դեպի ռազմադաշտից բերած զենքերը։ Միանշանակ հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք, բայց դա բավարար չի հետագայի համար ասելու, որ մենք բացթողումներ չունենք։ Ես ասեմ, որ 90% զենքերի աղբյուրը ստանում է հենց ապօրինի զենք զինամթերք։ Ապօրինի զենքի հայտնաբերումն էլ, եթե ոստիկանությունը ուզենա, քողարկված ձևով կարող են այդ սոցիալական հարթակներում հայտնաբերվի եւ կանխվի։ Մասնագետները կարևորում են կանխարգելիչ աշխատանքները, հանրության իրազեկումը, վստահության բարձրացումը եւ անվտանգության մշակույթի ձևավորումը։ Դրանք հատկապես կարևոր են դեռահասների եւ պատանիների շրջանում, քանի որ դրանց ձեռքբերմամբ նրանք կարող են անդառնալի իրադարձությունների զոհը դառնալ։ Հանցագործության գնացող անձը, ով նախապես պլանավորել է կատարի հանցագործություն, ինքը իր երաշխիքը ապահովելու համար, որ կենթանի է մնալու, մի հատ այս վերջի իրադարձություններն է, որ նայեք, քանի զենք ա եղել։ Ես համոզված եմ, որ բոլորն էլ ապօրինի զենքեր են եղել։ Միջոցառումները պետք է լինեն ակտիվ, պետք է լինեն պրոդուկտիվ, որպեսզի քաղաքացուն բերեն մի իրավիճակ, որ ինքը կամավոր կարողանա հանձնի այդ զենքը։ Իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել բացահայտման ուղղված միջոցառումներ, կիրառվում են նաև կամավոր հանձնման մեխանիզմներ, սակայն մասնագետները ընդգծում են, որ խնդրի լուծումը պահանջում է ոչ միայն իրավական, այլ նաև հասարակական ճիշտ մոտեցում։ Կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը, խրախուսել պատասխանատու վարքագիծը եւ ձևավորել անվտանգության նկատմամբ առավել զգոն վերաբերմունք։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հաջորդ մտահոգող թեման ավելի ուշագրավ է, պարզվում է Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքեր են ավելացել։ Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերը վկայում են, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրում բազմաթիվ են։ Իսկ պետությունը ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի եւ ուսումնական այլ հաստատություններում, այնպես էլ ընտանիքում, որտեղ է Թերանում պետությունը վերջին ցնցող փաստն է մեր աչքի առաջ, ընտանիքում ծեծված ու հոշտանգված 1 տարեկան երեխան մահացավ։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելումը համակարգային եւ բազմամիջավայր խնդրի է վերածվել։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է ֆիքսել, որ մեդիա մշտադիտարկումները թեժ գծին ստացված ահազանգերն ու հրապարակումները վկայում են, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը լայնորեն տարածված են ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցներում եւ այլ խնամքի հաստատություններում։ Առաջին հերթին սա խոսում է հասարակության ներսում հարաբերությունների ճգնաժամի մասին։ Անտարբերության առաջին զոհերը հենց երեխաներն են։ Մեր հասարակությունը պետք է բավականին զգոն լինի սրա նկատմամբ եւ չլռի դրա մասին։ Այն դեպքերում, երբ երեխան ինքը հնարավորություն չունի դրա մասին բարձրաձայնելու, այսինքն բռնության մասին չլռելը պետք է բոլորի կողմից լինի որպես պարտադիր վարքագիծ, որովհետեւ
լռելը հանգեցնելու է դրա կրկնությանը։ Մյուս կողմից պետությունը ստեղծել է տարբեր կառույցներ, որոնք հնարավորություն պետք է տային երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու, առանց հույսը հանրության ուշադրության վրա դնելու։ Խնամակալության հոգաբարձության մարմնի աշխատողը ունի որոշակի մեթոդաբանություն աշխատանքի եւ ինքը տեսնում է, հայտնաբերում է ընտանիքները, որտեղ կան ռիսկեր եւ այդ ռիսկերը կանխարգելելու ուղղությամբ ինքը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի։ Այսինքն մենք չպետք է բռնության մասին իմանալուց հետո փորձենք աշխատել դրա հետևանքների հետ։ Ըստ մասնագետների, նախորդ շրջանում երեխաների բռնության դեպքերը խոսում են համակարգային ձախողումների մասին, կանխարգելման, վաղ արձագանքման եւ արդյունավետ պաշտպանության ոլորտներում։ Խնամակալության մարմնից բացի դա նաեւ տարածքային սոցիալական ծառայությունների ձախողման հետևանքն է։ Սոցիալական ծառայության ներկայացուցիչները այցելեն բնակարան այդ ընտանիք եւ տեսնեն ինչ է կատարվում, ինչ կարիքներ ունի այդ ընտանիքը, գնահատեն այդ կարիքները համապատասխան գործիքակազմերով եւ սկսեն այդ ընտանիքի աջակցության տրամադրումը։ Այդ ռիսկերը պետք է շուտ հայտնաբերել եւ դրանց ուղղությամբ արդեն կանխարգելիչ տարբեր միջոցներ ձեռնարկել եւ այնպիսի իրավիճակում, երբ երեխայի ընտանիքում ապրել արդեն երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, արդեն երեխային ընտանիքից դուրս բերել։ Իրականում անչափահասների հետ կապված տարատեսակ միջադեպերից հետո երբեք չի հրապարակվել տեղեկություն, թե ինչ համակարգային բացեր են հայտնաբերվել, օրինակ նկատողություն է հայտարարվել այսինչ կառույցի, այսինչ տարածքային բաժնին թերանալու եւ աշխատանքը ոչ հավուր պատշաճի կատարելու համար։ Ահա այսպիսի հայտարարություններ երբեք չենք լսել։ Երկու կազմակերպությունը այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ կարող է ինչ-որ մի բան վրիպի, բայց միանշանակ դա արդարացում չէ այն բոլոր դեպքերի համար, երբ որ խոսքը գնում է երեխայի իրավունքների եւ լավագույն շահի պաշտպանությանը եւ ընտանիքի բարեկեցությանը։ Դրա համար այստեղ ընդհանրապես պետք է բարձել առաջնահերթությունները եւ մարդ ռեսուրսները բաշխել այնպես, որպեսզի կարողանան այն բոլոր ծանր դեպքերի առնչությամբ լինի պատշաճ գնահատական։ Իդեպ խնամակալության մարմնի անդամները ըստ գործող օրենսդրության իրենց պարտականությունները կատարում են կամավոր սկզբունքով, ինչը մասնագետների դիտարկմամբ էական խնդիր է։ Պետք է վճարել մարդկանց եւ պահանջել դրա դիմաց աշխատանք, ոչ թե բավարարվել աշխատանքի իմիտացիայով։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ժամը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մարում է, ընդունելության ցուցանիշներն են փաստում։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ է փախուստի դիմել, որոնողական աշխատանքներ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Մեկ աշխարհ կայուն երկինք ավելին հաջորդ հիվ։ Շարունակում ենք թողարկումը։ Բուհերում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, խնդիրը վերաբերում է ոչ միայն ընդհանուր դիմումների քանակին, այլ նաև մասնագիտացված ծրագրերին, այդ թվում ռուսաց լեզվի բաժիններին։ Տվյալները ցույց են տալիս, որ մասնագիտական ընտրությունների կառուցվածքը փոխվում է, ինչը կարող է ազդեցություն ունենալ լեզվական կրթության առաջարկի եւ աշխատաշուկայի վրա։ Ինչու են սովորողները խուսափում հատկապես ռուսերենից ու քիմիայից, ժամի անդրադարձը։ Որ երկրում ռուսերենն արդեն հետ է մղվում, կրթական ոլորտի պատասխանատուները իրենք են ֆիքսում։ Ընդունելության ցուցանիշները ակնհայտ ցույց են տալիս, որ ռուսերենով հետաքրքրվածությունը նվազում է եւ ընդհանուր առմամբ նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժիններ դիմելիության շատ լուրջ խնդիր կա։ Ոչ միայն ռուսերենի, այլև քիմիայի նկատմամբ է հետաքրքրությունը նվազել, փաստում են կրթության ոլորտի փորձագետները։ Արդյոք երիտասարդները կորցնում են հետաքրքրությունը որոշ առարկաների նկատմամբ եւ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Վերջին տարիներին նկատվում է, որ դպրոցականների եւ ուսանողների շրջանում զգալիորեն նվազում է հետաքրքրությունը ֆունդամենտալ գիտությունների նկատմամբ։ Վիճակն այնքան է լրջացել, որ երեխաներից շատերը քիմիան պարզապես չեն հասկանում, ասում է կրթության ոլորտի փորձագետն ու եզրակացնում, հետևաբար նաև չեն սիրում։ Եթե պրագմատիկ վերցնենք զուտ, ասենք գումար վաստակելու միջոց, ապա դարձյալ այդտեղ ընդհանրապես որևէ պատկերացում երեխաները չունեն, որտեղ չնայած Հայաստանում կա եւ զարգանում է քիմիական արտադրությունը, չկա որևէ ազգակ, որը գնում է դեպի երիտասարդություն, որ գիտեք, մենք տարիք ունենք մասնագետների, գնացեք, դիմեք, սովորեք, եկեք մեզ մոտ աշխատեք։ Փախչանյանի խոսքով դրա հետևանքով տուժում է գիտությունը, ուստի պետությունը պետք է կոնկրետ պարտավորություններ ստանձնի։ Անհրաժեշտ է, որ պետությունը վերջնական խորը պարտավորություն ստանձնի, դրա նախադրյալները կան, այս վերջի ռազմավարությունը որ կա, նպատակ է դրել, որ բյուջեի մի զգալի մասը պետական հենց գիտության վրա ծախսվի, այնտեղ կոնկրետ արդեն հնայի տոկոս է
նշված, բավականին բարձր, որը արդեն իսկ լավ բան է, բայց դե էլի դա շատերի աչքերում ընդհանրապես այս հեռավոր խոսում է։ Մասնագետները նկատում են, որ առաջին հերթին փոխվում են ժամանակների պահանջը։ Երիտասարդներն այսօր ավելի շատ ձգտում են այնպիսի ոլորտներ, որոնք արագ եկամուտ են ապահովում։ Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այդ պատճառով լեզուները կամ բնագիտական առարկաները հաճախ մնում են երկրորդ պլանում։ Երկրորդ պատճառը դասավանդման մեթոդներն են։ 35 տարի շարունակ սովորեցրել ենք մեր երիտասարդությանը, որ պետք է ելնել ամեն ինչում շուկայի պահանջներից։ Եվ դա շատ սխալ, իմ կարծիքով շատ սխալ ելակետ է գիտության եւ առհասարակ մշակույթի համար։ Ֆունդամենտալ գիտությունները դա մի ոլորտ է, որը պետք է ֆինանսավորվի անկախ նրանից ինքը այսօր կամ վաղը բերում է անմիջապես եկամուտ թե ոչ։ Բացի այդ, մեծ դեր ունի նաև մոտիվացիայի պակասը։ Երբ աշակերտը չի տեսնում, թե տվյալ առարկան ինչպես կարող է օգտակար լինել իր ապագա մասնագիտության համար, նրա հետաքրքրությունները ինքնաբերաբար նվազում է։ Սակայն հարց է առաջանում. արդյոք այս միտումը կարող է բերել մասնագիտական պակասի։ Փորձագետները պնդում են, այո, եթե այս միտումը շարունակվի, ապա ապագայում կարող ենք բախվել քիմիկոսների, լեզվաբանների եւ այլ մասնագետների պակասին։ Սա ի հերթին կարող է ազդել ինչպես գիտության, այնպես էլ տնտեսության որոշ ճյուղերի զարգացման վրա։ Օրինակ, քիմիայի ոլորտը կարևոր դեր ունի դեղագործության, արտադրության եւ շրջակա միջավայրի պահպանության մեջ։ Իսկ ռուսերենի իմացությունը շարունակում է կարևոր լինել տարածաշրջանային համագործակցության եւ աշխատանքային որոշ ոլորտներում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Երևանի Սիլիկյան թաղամասի նոր քարեդարի նորահայտ բնակատեղի պեղումների արդյունքներից պարզվել է, որ հայտնաբերվել է տարածաշրջանի ամենահին բնակավայրը, որը 15,000 տարվա պատմություն ունի։ Գտնված շերտերում հայտնաբերված քարե գործիքները եւ կենցաղային մնացորդները ըստ հնագետների վկայում են, որ մարդն այստեղ ապրել է դեռ ուշ քարեդարում։ Մասնագետները այս հայտնագործությունը համարում են պատմական նշանակության իրադարձություն, որը կարող է նոր լույս սփռել Երևանի տարածքի եւ ամբողջ տարածաշրջանի վաղ պատմության վրա։ Կարևորագույն նշանակությունն է հնագույն պատմության, ամբողջ մշակույթի համար, որտեղ ամենահնագույն այսօր հայտնի քարե ճարտարապետության բնակատեղին է ոչ միայն Երևանում եւ ոչ միայն Հայաստանում, այլև հարավային Կովկասում։ Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմիններին, միջազգային եւ տեխնոլոգիական կազմակերպություններին, կրթական հաստատություններին քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները եւ թվային ապագան։ Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ի շրջանակում կազմակերպված միացումից դեպի թվային ծառայություններ օպերատորների նոր դերը պանելային քննարկման անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցային օպերատորների դերի փոփոխությանը եւ թվային ծառայությունների զարգացմանը։ Մասնավորապես հաճախորդների փորձի եւ սպասումների փոփոխություններին, հուսալի եւ անվտանգ թվային միջավայրի ապահովմանը, 5G ինտերնետ of things-ի եւ խելացի լուծումների կիրառմանը, նաեւ նոր եկամտային մոդելների ձևավորմանը։ Ժամանակակից աշխարհում տվյալների կենտրոնները, անպային տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը զարգանում են աննախադեպ արագությամբ ու պետք է արձանագրել, որ թվային ապագայի հիմքում շարունակում է մնալ կապի օպերատորների ենթակառուցվածքը։ Հենց հեռահաղորդակցության ցանցերն են ձևավորում այն հիմնարար միջավայրը, առանց որի անհնար են մասշտաբվող հաշվարկները, կայուն անպային ծառայություններն ու լիարժեք թվային տնտեսությունը։ Ապահովելով տվյալների անընդհատ հավաքագրում եւ վերլուծություն իրական ժամանակում, Internet of Things-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել ռեսուրսները, էներգիան, ջուրը, ենթակառուցվածքները եւ արտադրական գործընթացները։ Այստեղ հստակ է, որ կան որոշակի բարելավման, լավարկման խնդիրներ, օրինակ այդ հաճախականությունների արժեքների հետ կապված այն կապիտալ ծախսը, որ պետք է անեն։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ նորմալ լավ ուղղության վրա ենք համագործակցության, ուղղակի շատ ժամանակ շատ հաճախ պետք է եւ պետությունը եւ մասնավորը սովորի աշխատել միմյանց հետ։ Vivan շարունակում է զարգացնել իր թվային էկոհամակարգը, ներդրումներ կատարելով նոր սերնդի ենթակառուցվածքներում եւ ինտեգրված թվային լուծումներում։ Viva Internet of Things Hub հարթակը տրամադրում է ծառայությունների ամբողջական շղթա, սարքերի միացումից մինչև տվյալների վերլուծություն, աջակցելով բիզնեսի թվային փոխակերպմանը։ Զուգահեռաբար Vivan ակտիվորեն ներդրումներ է կատարում Հայաստանում 5G ցանցի զարգացման ուղղությամբ, դիտարկելով այն որպես երկրի թվային տնտեսության կարևոր հիմքերից մեկը։ Viva-ի
Ենթակառուցվածքի կարևոր առավելություններից է նաև եվրոպական ուղղությամբ դիվերսիֆիկացված միջազգային օպտիկա մանրաթելային կապուղիների առկայությունը։ Աշխարհագրորեն անկախ երթուղիները եւ սարքավորումների պահուստավորումը ապահովում են տվյալների փոխանցման բարձր անխափանություն եւ հուսալիություն, բարձրացնելով թվային ծառայությունների կայունությունն ու շարունակականությունը։ Վիվան վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, ներդնելով համապարփակ թվային լուծումներ Մեսրոպ Մաշտոցյանվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Այսուհետև Մատենադարանի ձեռագրերի պահպանման համար կլիմայի մշտադիտարկմամբ Internet of Things նորագույն լուծումների վրա հիմնված համակարգի շնորհիվ կապահովի ավտոմատացված եւ թվայնացված մոնիթորինգ։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Երևանում ապրիլի 3-ից 90 նորով ճանապարհահատված կփակվի։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փակվելու է Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա Ավետիսյան Փափազյան փողոցների հատման խաչմերուկը, Վաղարշյան Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկուն միացնող ճանապարհահատվածը հիմնանորոգման նպատակով։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կաս երկաթգծով երթևեկության հնարավոր վերականգնումը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր նշել է, որ բավականին դինամիկ դրական եւ հեռանկարային երկխոսություն են վարում Թուրքիայի հետ։ Օրինակ Գյումրի-Կաս երկաթգծով երթևեկության վերականգնման համար ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որն արդեն 2 նիստ է անցկացրել, հավելել է Միրզոյանը։ Հայկական եւ թուրքական կողմերն ըստ նրա ստուգել են արկա ենթակառուցվածքներն ու դրանց վիճակը։ Մաքսային բարդ ու ձգձգված ընթացակարգերի խնդիրը կառավարությունը փորձում է լուծել կենտրոնացման միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն այսօր հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որտեղ կմիավորվեն մաքսային եւ արտահանման ներմուծման հետ կապված բոլոր ծառայությունները։ Նոր կենտրոնը կգործի 1 պատոհանի սկզբունքով, կտեղակայվի Երևանի մերձակայքում, հյուսիս-հարավ մայրուղու մոտ եւ կֆինանսավորվի պետբյուջեից ու վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 39 միլիոն եվրո վարկային միջոցներով։ Սոցիալական ծառայության պաշտոնյան շահագործել է իր դիրքը անապահովների հաշվին հափշտակություն կատարելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատարանձը 2022 թվականին Լոռու մարզի 2 բնակչից ստացել է կաշառք յուրաքանչյուրի 1 ամսվա նպաստի չափով։ Դրա դիմաց նա չի դադարեցրել նպաստի վճարումները եւ թաքցրել է նրանց աշխատանք եւ գույք ունենալու փաստերը։ Նաեւ կազմել է կեղծ փաստաթղթեր։ Արդյունքում պետությանը պատճառվել է 786,000 դրամի վնաս։ Պաշտոնյային առաջադրվել է մեղադրանք կաշառքի, պաշտոնեական կեղծիքի եւ հափշտակության համար։ Նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Կորնիձորի մոտ լուսանկարվելու համար արցախցիներին տեղափոխել են ոստիկանության բաժին։ Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ 3 արցախցի տղամարդ, որոնք շինարարությամբ են զբաղվել տեղ եւ Գորիս համայնքներում, այցելել են Կորնիձոր եւ լուսանկարվել Հակարի կամրջի ֆոնին։ Վերադարձի ճանապարհին նրանց կանգնեցրել են ԱԱԾ աշխատակիցները, արգրավել հեռախոսները, թույլ չեն տվել կապ հաստատել փաստաբանի հետ եւ 1-2 ժամ անց տեղափոխել ոստիկանության բաժին։ Նախատեսված վարչական տուգանքը փոխարինվել է նախազգուշացմամբ, սակայն տղամարդկանց հեռախոսները փաստացի խուզարկել են առանց դատարանի որոշման։ Այսօր կեսգիշերն անց Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում 19-ամյա վարորդը Kia Magnishi ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն արմատից եւ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը եւ 3 ուղևորներ տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղ վարորդը առանց գիտակցության գալու մահացել է։ Մահացածը ծառայում էր Պաշտպանության նախարարությունը։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ է փախուստի դիմել։ 3 վաղ առավոտյան Վարդաշենի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող 1995 թվականին ծնված դատապատյալը կացարանից բացակայում է։ Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների, հարևոտ երկնքով։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-ից 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 13 աստիճան։
Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 19, Լոռիում 12-ից 16, Տավուշում 16-ից 18 աստիճան, Հարհրատում Արմավիրում կդիտվի 18-ից 21, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 25, Սյունիքի նախալեռներում 14-ից 18 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ձեղումների, այս գիշեր սպասվում է 3-ից 5, ցերեկը 16-ից 19, երեկոյան 10-ից 12 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդումը, իսկ այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։